Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տիկին Գալստյան, դուք քարի մասնագետ եք։ Տիկին Գալստյան, ես օրինակ հիմա ձեզ կարող եմ երկար պատմել Սիսյանի բազալտի եւ Նորհաճնի բազալտի տարբերությունների մասին։ Որովհետեւ ես հիմա մի փուլում եմ, որ դրանով ի պաշտոնե նաեւ զբաղվում եմ։ Բայց նույնիսկ այդ պարագայում ես չեմ կարող ինձ թույլ տալ գալ այստեղ նստել եւ ձեզ ասել Սիսյանի քարը այսքան արժի, իսկ Նորհաճնի քարը այսքան արժի, որովհետեւ այդտեղ բազմաթիվ նրբություններ կան, քարի կտրվածքի, քարի հետ աշխատանքի, քարի մշակման։ Եվ ես խնդրում եմ, ու երբ որ ես խոսում եմ մանիպուլյացիայի մասին, ես այս սրա մասին եմ խոսում։ Ասենք այդ $1000 ինչի եք հնչեցնում։ Չէ՞ որ ես հիմա ձեզ կարող եմ բերել եւ ցույց տալ բազմաթիվ թղթեր, որ դուք կտեսնեք, որ այդ $1000 իրականության հետ կապ չունի։ Ինչու եք դուք այդ դաշտ մտնում, Տիկին Գալստյան, մենք միասին խոսում ենք հուշարձանների վերականգնման կարևորության մասին, դուք ասում եք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պետք է պատշաճ վերականգնվի, հիմնանորոգվի, եւ մենք բոլորս ասում ենք այո, դա այդպես պիտի լինի, եւ պետք է բացառել որևէ խնդիր, այո, պետք է բացառել որևէ խնդիր։ Մնացած խոսակցությունները ինչի մասին են ու ինչու համար են։ Տիկին Անդրեսյան, ներողություն, դուք երևի Մարդիկ են պատգամներ նստած, ես թողեցի։ Ոչ, ես վիրավորական երանգներ կար այդ պատասխանի մեջ, ես ուզում եմ դες հիշեցնել, որ սա ձեր աշխատասենյակը չի, ազգային ժողովն է եւ դուք հաշվետու եք ազգային ժողովին։ Ես բացարձակապես քարի կամ գունավոր մետաղների մասնագետ չպիտի լինեմ, որպեսզի հնչեցնեմ այսօր այդ մասնագիտական դաշտի տեսակետը եւ մոտեցումները։ Եվ իմ որևէ նախադասության մեջ չճշտված փաստեր չկան, բացարձակապես։ Ես հնչեցնում եմ մասնագիտական շրջանակների մասնագիտական տեսակետը։ Եվ դուք պարտավոր եք ազգային ժողովում հաշվետու լինել եւ պատասխանել падգամավորի հարցերին պատշաճ բարեկրթությամբ։ Այդ որ ասում եք ախորից չի տարբերվում։ Ցուցակ էիք բերել այդ տղուն, համարը չունեք, մի հատ զանգյասը չես ամանչում, Հայաստան դաշինքն ես ներկայացնում, ես ինչ ախորի բան ես բերել ստե կապել։ Այդ ձեր պատկերն է, ձեր ֆրակցիայի պատկերն է, այդտենց ախորով էլ կառուցվել եք, եկել եք, հիմա այդտենց ուզում եք բան անեք։ Ձեր խմբակցության ներկայացուցիչն է, համարը չունեք, կարող եմ փոխանցել, զանգեք ասեք, ես ինչ ես անում։ Էդի չի դա քրքրում նրա մասը։ Ինչ կառուցողը։ Տիկին Անդրեասյանն ու ես եմ, թե դուք եք կառուցողը։ Կառուցողը ձեր ֆրակցիայից է։ Հերթական մանիպուլյացիայի մի ենթարկեք իմ խոսքը։ Ով ուզում է լինի շինարարը, պատասխանատվություն պիտի ենթարկվի։ Ինչ կարևոր է, թե նաում ցուցակից է եղել։ Ես խոսում ենթարկեք, ճիշտ մասնագետի ընտրեիք եւ ճիշտ շինարարի ընտրեիք, ճիշտ նախագիծ ունենայիք։ Այ քեզ բան։ Այդքան դժվար է լսել ճշմարտությունը։ Բան չեք տանում ուրիշ դաշտ։ Ինչու եք տանում ուրիշ դաշտ։ Ես վերջնատ հստակ ասում եմ, անորակ վանդալիզմա ենթարկվել Ցեղասպանության հուշահամալիրի նկատմամբ։ Փոխանակ ասեք գնում ենք սխալների ուղղման ճանապարհով, սա նա ցուցակը, չգիտեմ ինչ։ Տեսանք չէ՞ որ չեք կարելի անորակ հնդիկների կուվալով տալ ջարդել այդ հուշարձանը։ Այ քեզ բան։ Ես խնդրեմ ազգային հատկապես ձևակերպումներ չտալ, որովհետև տենց կարող է այլ տեղ հասնենք, էլի։ Իսկ որպես լուծում, արդեն հասկացանք, որ դուք քարերի եւ շինարարության մասնագետ եք։ Տիկին Անդրեասյան, խնդրում եմ հաջորդ մույթերը կառուցելու կամ մրցույթը դնելու ժամանակ Տիկին Գալստյանին նույնպես հրավիրեք, թող գա մասնագիտական կարծիքը։ Իդեպ ասեմ իմանաք, որ Տիկին Գալստյանը քաղաքաշինական խորհրդի անդամ եղել 12 թվականին։ Լուծում առաջարկեք, ասեք ես շատ լավ հասկանում եմ այդ բետոնից, մարկեքից, բանից, թող դες կանչի նախարարությունը։ Այստեղ քննարկում։ Տիկին Գալստյան, եկել ասում եք վանդալիզմ, ես էլ ասում շատ լավ, վանդալիզմը ձեր ցուցակից է անողը, զանգեք ասեք, եղբայր չես ամանչում, ինչ ես վանդալիզմ անում։ Ոնց չի հետաքրում, բա ում է հետաքրում։ Դե այդ եմ ասում, մասնագետ արդեն իմացանք, որ տաղանդավոր մասնագետ ունենք, իդեմս ձեզ մյուս մույթերի ժամանակ սիրով ձեզ կհրավիրեն։ Քննարկում ենք հուշարձանի նկատմամբ պատշաճ վերաբերմունք։ Սիրով ձեզ կհրավիրեն, կգաք։ Մի տարիք շանտաժի դաշտ, ես խոսում եմ հուշարձանի նորոգումից դուք ցուցակեք։ Ես էլ եմ հուշարձանի նորոգումից խոսում, արդեն հուշարձանի նորոգությամբ խոսում, ասում եմ հաջորդ
նույթերի ժամանակ իմացանք, որ տաղանդավոր մասնագետ ունենք, կգնաք ձեր կարծիքը կասեք։